Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որը ինձ ես։ Հունիսի 2-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ եւ թեմակալ առաջնորդներ Հայաստանից եւ Սփյուռքից։ Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի պետություն հարաբերություններին եւ հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին։ Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։ Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով եւ մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցու օրենքից վեր դասելով իր անձը։ Հայոյախառն անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները եւ սքողվում կեղծ արտացավության հիմնավորումներով։ Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով եւ փորձ է նսեմացնելու ազգային կյանքում եւ միջազգային շրջանակներում հարգանք վայելող հայոց եկեղեցու եւ եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու եկեղեցու ձայնը եւ նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։ Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների եւ եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով եւ սպառնալիք հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը, թե հայրենիքում եւ թե Սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին եւ հայրենանվիրումի բարձր գիտակցությունը, հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները, որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին եւ հայ եկեղեցուն ուղղված զրպարտությունների եւ կեղծ մեղադրանքների հետ։ Հայոց եկեղեցին գիտակից իր հանձնառություններին անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական եւ ազգապահպան առաքելությունը, ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին եւ մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով եւ զինվորագրյալ հոգեվորականներով, ի գլուխ ունենալով ազգընտիր ամենայն հայոց հայրապետին։ Կոչ են ուղղում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական ու անհեռատես քաղաքականությունը, հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առհայրենին եւ Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները եւ երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը։ Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության եւ գայթակղության։ Աղոթում ենք արփրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը եւ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության եւ առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը եւ պայծառ հայաստանյա Ծառաքելական մեր Սուրբ Եկեղեցին եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով։